Հանրապետականը 2009-ի ավագանու Քարոզ Արշավի այսօրն իրականացնում է անձրևի տակ։ Գագիկ Բեգլարյանը Աջափնյակի բնակիչներին խնդրում է, վստահեք, ամեն ինչ գիտեմ։ Մենք հաղթել ենք 2 տարի առաջ, հաղթել ենք 1 տարի առաջ նախագահական ընտրություններում եւ հաղթելու ենք նաեւ այս կիրակի։ Ես գիտեմ այստեղի թերությունները, գիտեմ, որ այստեղ ունենք մենք նաեւ Սպանդարյան թաղամաս, որտեղ գազ է պետք քաշել։ Նույն օրը Հայ ազգային կոնգրեսը հարավ-արևմտյան թաղամասում է, այս անգամ հանդիպումից առաջ արմատական ընդդիմադիրներին պատվում են համայնքի մանկական գեղարվեստական խմբի երեխաները, հանդիպումը բազմամարդ է, ելույթ ունեցողներից մեկը մարտի 1-ի զոհերից Գոր Քլոյանի հայրն է։ Սիրելի երևանցիներ, այսօր ես եկել եմ այստեղ ձեզ բոլորից խնդրելով, որպեսզի դուք քվեարկեք 10 անմեղ զոհերի այրան համար։ Այս իշխանությունները քծող իշխանություններ են։ Այսինքն սահմանադրություն գոյություն չունի, ոչնչացրել են, նույնիսկ իրենց գողական օրենքը նրանք խախտում են, սրանք գողել չեն, քծող են։ Գոնե տղայական հարաբերություններում ձեր պատիվն ու թասիբը պահեք, այս անգամ մի խանգարեք, որովհետև միևնույն է դուք պատժվելու եք։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի բնակարանի մերձակայքում այսօրը պայթում է ինքնաշեն պայթուցիկի դետոնատորը։ Պայթուցիկի աշխատելու դեպքում հետևանքներն ավելի ծանր կլինեին։ Կոմիտեի մամուլի քարտուղարը հերքում է մահափորձի վարկածը, մինչդեռ Խաչատրյանի վարորդն ու թիկնապահները խոչընդոտում են Համեկպելուսի նկարահանմանը։ Մայրաքաղաքի գրանցում չունեցող զինվորականները չեն մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, սակայն բանակի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը չի բացառում, որ ընտրություններին մասնակցելու համար մարզերից մայրաքաղաք կբերվեն երևանաբնակ զինծառայողները։ Հայ ազգային կոնգրեսի վաղվա հանրահավաքից առաջ Մատենադարանի մոտ խարիսխ է գցում Կիլիկի առագաստանավը, Քարոզ Արշավի այսօրը Մատենադարանի մոտ տեղի ունենալու համերգ, որի բեմ է ծառայեցվելու հենց նավի տախտակամածը։ Քաղաքապետարանից վստահեցնում են, որ հանրահավաքի պահին նավն արդեն այստեղ չի լինի։ Երևանի քաղաքապետի դաշնակցական տեխնացու Արծվիկ Մինասյանը 2009-ի Քարոզ Արշավի այսօրը հայտարարում է, որ ավագանու ընտրություններին պատրաստ է համագործակցել նույնիսկ ՀԱԿ-ի հետ։ Միաժամանակ դաշնակցական գործիչը տարակուսում է, որ մարդիկ ընդդիմադիր ընկալում են այն ուժին, որին իշխանությունը հալածում է։ Ձերբակալությունը չէ, որ ընդդիմության կեցվածք պետք է ցույց տա, կարևորը ճշմարիտ արդարամիտ խոսքն է, ասում է նա։ Հայ ազգային կոնգրեսի Քարոզ Շաուլովակը մայրաքաղաքի ընտրողներին ներկայացնում է քաղաքապետի աթոռի համար պայքարող Տարոն Մարգարյանի ունեցվածքը, որը գնահատվում է $6 միլիոն։ $6 միլիոն քաղաքապետի 10,000 ամսվա կամ 833 տարվա աշխատավարձի գումարն է։ Մինչդեռ քվեաթերթիկում 6-րդ համարի տակ հանդես եկող Տարոն Մարգարյանի Քարոզ Շաուլովակն ազդարարում է, որ 6 պատճառ կա այդ մարդուն կրկին քաղաքապետի պաշտոնում տեսնելու համար։ Գրագետ է, կրթված է, շատ արժանապատիվ է, նա չինովնիկ չի, նա սովորական հասարակ մարդ է։ Բարգավաճ Հայաստանն այսօրը հանդիպում է երիտասարդների հետ։ Եթե մենք այսօր սխալվեցինք ձեր սերունդի համար, ապական մշուշոտ է լինելու։ Վարդան Օսկանյանը վկայակոչում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին որպես պատասխանատվությունից չխուսափող մարդուն, նրան վստահել կարելի է։ Իմացեք, երբեք ու երբեք Գագիկ Ծառուկյանը ձեզ չի խաբել։ Երևանի կենտրոնում ավագանու ընտրություններին ընդառաջ կրկին կանաչ տարածք են ոչնչացնում, որպեսզի խաղահարապարակ սարքեն։ Դες համար ցիվիլ ապրելը ասֆալտի վրա ապրելն է։ Այս ցեմենտավորումը մեզ պետք չէ։ Բնակիչները դիմել են քաղաքապետարան, որտեղից ոչ մի արձագանք, շինարարն ինքը կասի թե ինչ են անում։ Ապիկ իրաց երեխեք եք կան նստեն հանգիստ։ Լսի, երեխեքը խոտի վրա ավելի լավ չեն նստի, քան թե բետոնը։ Դաշնակցական Աղվան Վարդանյանը ավագանու Քարոզ Արշավի այսօրը Դավիթ Հաշենում անձամբ է բաժանում քարոզչա թերթիկները։ տանայելով կա, բոլորին ասա։ Քաղաքապետի տեխնացու Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ ընդդիմադիր քաղաքապետը կարող է իրավիճակ փոխել։ Դերևս համապետական վերջին ընտրությունների ժամանակ դժգոհ շատ զանգված կար, որ չկարողացավ դա իրականացնել նախագահի փոփոխության միջոցով, դա հնարավոր է ամեն ընդդիմադիր քաղաքապետ փոխել ունենալով։ Մայրաքաղաքում ինչը կփոխեր հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը։ Պրոբլեմները։ Մյուսներն առանձնապես փոխելու շատ բան չեն տեսնում, Տարոն Մարգարյանը աշխատում է նրանց ուզածի պես։ Իր անձի ինձ դուր է գալիս։ Վթարային շենքերի առատությունը քաղաքում հանրապետականների կարծիքով Տարոն Մարգարյանի խնդիրը չէ։ Վթարային շենքերը, գիտեք, քաղաքի բյուջեով
դա հնարավոր չի։ Մի խոսքով անապետական ըստ պատգամավորի չի պատրաստվում քաղաքում զիջել իշխանությունը։ Նետով է տալու իր իշխանությունը նավեր ինչ որ մեկի։ Ոչ մեկը չի պատրաստվում իշխանություն կորցնել, ոչ միայն ես, այլ յուրաքանչյուրը։